Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ներքին գործերի նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարությունից։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթելով արդյունավետ գործունեություն։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության եւ երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան-Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում եւ ընդգծել, որ բարձր է գնահատում Հայաստանի եւ Վրաստանի միջև ձևավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել եւ զարգանալ։ Հայաստանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարներն ընդգծել են նաեւ Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարեւորությունը։ Սուլխան Թամազաշվիլին ի նշան բարեկամության Արփինե Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը հրավիրել է Վրաստան, ընդգծելով երկկողմ շփումների կարեւորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը, նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Թամազաշվիլին Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սա պատմական արդյունք եւ որոշում է իշխող քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել, որով սեպտեմբերից, երբ կսկսվի ուսումնական տարին, Վրաստանը կմիանա աշխարհի այն սակավաթիվ երկրների շարքին, որտեղ կրթության բոլոր մակարդակներն ամբողջությամբ անվճար կլինեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն։ Երբ մեր քաղաքական թիմը որոշում կայացրեց մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին, երեխաների զարգացումն աճեց 30%-ով։ Այսինքն մինչև 2013 թվականը յուրաքանչյուր երրորդ երեխային պարզապես մանկապարտեզ չէին տանում, քանի որ ընտանիքներն անվճարունակ էին։ Դպրոցն անվճար է, իսկ հանրակրթական դպրոցներում դասագրքերը 2014 թվականից նույնպես անվճար են տրամադրվում։ Մասնագիտական կրթությունը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր քոլեջներում, պետությունը ֆինանսավորում է վաուչերային համակարգով, իսկ այժմ արդեն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում է կրթությունը դառնում ամբողջությամբ անվճար, ինչը նշանակում է, որ պետության կողմից արդեն իսկ ապահովված է, որ կրթության բոլոր մակարդակները լինեն մաքսիմալ հասանելի։ Նախարարի պարզաբանմամբ այս տարի միասնական ազգային քննությունների համար գրանցվել է ավելի քան 43000 դիմորդ եւ նրանց ավելի քան 79%-ի առաջնային ընտրությունը կատարվել է պետական համալսարանների օգտին։ Բացի այդ, ըստ Գիվի Միկանաձեի, այս տարի առաջին անգամ դիմորդը հնարավորություն է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ուղղության հետ մեկտեղ ազգային քննությունների համատեքստում ընտրել նաեւ մասնագիտական ուղղություն եւ ավելի քան 6000 երիտասարդ կատարել է այդ ընտրությունը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ բանակցություններ է վարել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի եւ էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու տեխնացու երկիր է։ Հաճելի էր նախագահ Էրդողանի հետ զրուցել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հետագա ամրապնդման եւ բարիդրացիական հարաբերությունների կարեւորության մասին։ Կալասը տեղեկացրել է, որ քննարկել են նաեւ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, Մերձավոր Արևելքի հակամարտությունները եւ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան զգալի ներդրում ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում։ Անկարան ակնկալում է, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կզարգացնի օբյեկտիվ չափանիշների հիման վրա եւ առանց խտրական մոտեցումների։ Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Եվրոպական դիվանագիտության ծառայության ղեկավար Կայա Կալասի եւ եվրահանձնակատարների հետ բանակցություններից հետո։ ԵՄ անդամակցությունը մեր երկրի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։ Պատրաստ ենք այս ընկալման հիման վրա զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Ակնկալում ենք, որ ԵՄ-ն նույնպես Թուրքիայի հետ հարաբերությունները կխթանի օբյեկտիվ չափանիշների եւ արժեքների հիման վրա եւ առանց որևէ խտրականության։ Ֆիդանը հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովի 3 կարևոր անդամների համատեղ այցը կարևոր քայլ կդառնա Թուրքիայի ու Եվրամիության միջև հարաբերությունները ցանկալի մակարդակի հասցնելու ճանապարհին։ Շփումների շրջանակում կողմերը գնահատել են ընթացիկ տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների վիճակը, առաջին հերթին Մերձավոր Արևելքում իրավիճակը եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Թուրքիայի արևմտյան մասում բռնկված անտառային հրդեհները մարելու աշխատանքները շարունակվում են։ Կրակը մոտեցել է բնակելի թղամասին։ Հրդեհաշիճման աշխատանքներում ներգրավվել է 7 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ եւ 35 հրշեջ մեքենա։ Հրդեհը բռնկվել է գյուղատնտեսական հողերի շրջանում եւ տարածվել անտառապատ տարածքներ։ Դեռևս հայտնի չէ բռնկման պատճառը։ Հրդեհաշիճման մեջ ներգրաված է նաեւ օդուժը։ Թեպետ քամին դժվարացնում է հրդեհի մարման աշխատանքը, արդեն հաջողվել է այն վերահսկողության տակ առնել։ Գիտնականները նշում են, որ գլոբալ տաքացման պատճառով Միջերկրական ծովի տարածաշրջանում գրանցվում են ավելի տաք եւ չոր ամառներ, ինչի հետևանքով անտառային հրդեհները տարեցտարի շատանում են։ Թուրքիայի իշխանությունները 15%-ով բարձրացրել են Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը։ Նեղուցներով անցնող նավերի համար տարանցման վճարը սահմանվում է ամեն տարի հուլիսի 1-ին։ Այս տարի վճարը 1 տոննայի համար $5.83 բարձրացվել է մինչև $6.70, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում հայտնել էր, որ նախնական գնահատականներով 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը երկիրը նեղուցներով տարանցման վճարներից կստանա $254 միլիոն, ինչը $31 միլիոն ավելի է, քան նախորդ տարի։ Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները Դոհայում հանդիպել են Կատարի վարչապետի հետ, քննարկելով Իրանի ու Միացյալ Նահանգների միջև բանակցություններում վերջին զարգացումները, իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ հատկապես Լիբանանում։ Կատարը հայտնել է, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն բարձր մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն։ Ամերիկյան կողմի հետ հանդիպումից հետո կատարցի միջնորդները բանակցություններ կանցկացնեն Թեհրանի պատվիրակության հետ։ Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի, քննարկման արդյունքում կլինեն Վաշինգտոնի եւ Թեհրանի պայմանավորվածությունները, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը։ Ավելի վաղ Կատարի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ իրանական սառեցված ակտիվներից $6 միլիարդ դեռ չի փոխանցվել Թեհրանին։ Այդ հարցը կախված է բանակցությունների ընթացքից։ Իր հերթին Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը նախընտրում է բանակցությունները, բայց պատրաստ է նաև ռազմական բախման։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից շրջափակման պատճառով Իրանը չէր կարողանում նավթ արտահանել, սակայն վերջին 10-12 օրվա ընթացքում երկրից արդեն 40 միլիոն բարել նավթ է արտահանվել։ Թեհրանը, Վաշինգտոնը եւ Բեյրութը մտադիր են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ Լիբանանում հրադադարի ռեժիմին հետևելու նպատակով, այս մասին ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Լիբանանի պետական ինքնիշխանությունն ապահովելու համար կստեղծվի Իրանի, Միացյալ Նահանգների եւ Լիբանանի համատեղ կոմիտե։ Մեր երկրի դեսպանը Իրանի ներկայացուցիչը կլինի այդ կոմիտեում։ Հիշեցնենք, որ հունիսին Վաշինգտոնը ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Կատարի եւ Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունները հուշագրի իրականացման վերաբերյալ։ Ուկրաինան եւ Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ընկերությունների մասնակցությունը ռուսական հարձակումներից վնասված ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս մասին Ուկրաինայի փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը գրել է X-ի իր էջում Կիևում Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր Ալի Բալա Մահերամզադեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո։ Շմիհալի խոսքով կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համաձայնագրերի իրականացումը, այդ թվում էներգետիկ ոլորտում։ Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային տրամադրած մարդասիրական օգնության համար, այդ թվում սարքավորումների, մասնավորապես տրանսֆորմատորների համար։ Նա նշել է, որ դա նպաստում է ուկրաինական էներգետիկ համակարգի դիմադրողականության բարձրացմանը։ Հուլիսի 1-ից Ադրբեջանում ուժի մեջ է մտել կանանց կենսաթոշակային տարիքի հերթական բարձրացումը, որի արդյունքում այն հասել է 65 տարեկանի, հավասարվելով տղամարդկանց կենսաթոշակային տարիքին։ Փոփոխությունը նախատեսված էր աշխատանքային կենսաթոշակների մասին օրենքով, որի համաձայն կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացման գործընթացը մեկնարկել էր 2017 թվականի հուլիսի 1-ից։ Տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը յուրաքանչյուր տարի 6 ամսով բարձրացվել էր մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը, երբ այն հասել էր 65 տարեկանի։ Կանանց դեպքում
Նույն գործընթացը շարունակվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը նախատեսված ժամանակացույցով եւ 2026 թվականի հուլիսի 1-ից այն նույնպես սահմանվել է 65 տարի։ Ադրբեջանի իշխանությունները կենսաթոշակային տարիքի բարձրացումը հիմնավորել են ժողովրդագրական փոփոխություններով, կյանքի միջին տևողության աճով եւ կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ այս փոփոխությունը տարիներ շարունակ եղել է հանրային քննարկումների առարկա, սոցիալական հետևանքների եւ աշխատաշուկայի վրա հնարավոր ազդեցության պատճառով։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։